Լավ նկար է։ Այդքան էս կողմ։ Ո՞ր ճանապարհն է։ Դրանից հեռու տրատորը։ Facebook-ը շփոթ հայտի դիտա, շփոթ է։ Բայց հավաք ես տանել եմ Բարդ ես պարոն վարչապետ, ուրախ ենք տեսնել։ Նոյեմբերյան խոշորացված համայնքի հաղթանակ բնակավայրի սիրելի բնակիչներ, ողջունում ենք բոլորին և մեր կոչների խնդրանքը հորդորը, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնանք ընտրական տեղամասեր և գործեք հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, հաղթանակին, նոյեմբերանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Փառք նահատակների և կեցցե Հայաստանի Հանրապետությունը։
Լավ արա։ Գիտեմ, որ այսօր մեծ իրադարձություն կա Հաղթանակ գյուղում, եզրափակիչն է մեր զոհված ազատամարտիկների, զինվորների հիշատակին նվիրված հուշամրցաշարն է, ափսոս չեն կարող ներկա գտնվել։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրա վրա, թե ինչա տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր մենք մտնում ենք, արդեն իսկ մտել ենք նոր որակի պետություն ունենալու գործընթացի մեջ։ Ինչով եւ այդ պետությունը բասկետբոլի եւ ֆուտբոլի համար, իհարկե կամ բնակավայրեր, որտեղ հատկապես մասնագիտացած են կամ ֆուտբոլի կամ բասկետբոլի համար, օրինակ տարբեր համայնքներում երեխեքը մոտեցել են, ասել են, որ մենք մեծ ֆուտբոլի դաշտ ենք ուզում, որ նորմալ վիճակի բերվի, էդ էլ կնայենք եւ անպայման կանենք։ Մենք նաեւ պլանավորում ենք 100 համայնքներում 100 երաժշտական դպրոցներ, սպորտ դպրոցներ եւ արվեստի դպրոցներ ստեղծել, որովհետեւ նոր հանրապետության համար նոր կրթությունը շատ կարեւոր է։ Նոր որակի խաղահրապարակներ, նոր որակի տնտեսություն եւ նոր որակի տնտեսության ամենակարևոր բաղադրիչը դա բաց ճանապարհներն են։ Եվ 2 օր առաջ, 3 օր առաջ կամ հիմա օրերը շատ խառնում եմ, որովհետև անդադ վազքի մեջ եմ, ամսա թվերն էլ նույնիսկ չեմ ֆիքսում, վերջերս նախորդ շաբաթ կամ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին թրիփ նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրեցին համաձայնագրի նախագծը։ Բայց հիմա առավելի չկա, որովհետև ես 2020 թվականի նոյեմբերին եմ ասել, որ տենց բան չի կարող լինել։ Եվ իդեպ այս ֆորմուլան, որը մենք ստորագրեցինք Միացյալ Նահանգների հետ, 2021 թվականին մենք սեղանի վրա ենք լավ խոսքեր էր ասել իմ մասին, բայց նաև ինչի համար ես շնորհակալ եմ իհարկե, բայց շատ կարևոր էր նրա ստրատեգիական տեսլականը, թե թրիփ նախագիծը ինչա իրենից ներկայացնելու։ Ոչ միայն երկաթուղի, այլև գազամուղ, նավթամուղ, էլեկտրահաղորդման գծեր, որովհետև ինքը խոսում է էներգակիրների տարանցման մասին, արևելքից դեպի արևմուտք։ Մենք պետք է գնահատենք, ես ինչ մասշտաբի ծրագիր ավելի երկար ամոթ չի ունեցել։ Կառուցվում է Ագարակ-Քաջարան հատվածը հյուսիս-հարավի, կառուցվում է Իրան-Հայաստան սահմանային անցման նոր կետը, բայց հիմա ես հյուսիսում եմ և պետք է հյուսիսի մասին խոսեմ և մեզ համար անսպասելիորեն պարզվեց, որ ինչ ենք անելու, հյուսիսով կառուցվելու է Տավուշի մարզով, Զոռու մարզով և Շիրակի մարզով ավտոճանապարհ կամ եղած ավտոճանապարհները կամ բոլոր եղած ավտոճանապարհները Ադրբեջանից Հայաստան բեռնատարների համար բացվելու են վճարովի սկզբունքով։ Եվ ես ուզում եմ ասել, որ միայն այս փաստի բերումով Հայաստանում հազարավոր, տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր են ստեղծվելու եւ նոր տնտեսական հնարավորություններ են ստեղծվելու, որովհետեւ հազարավոր նոր որակի բանը, զորահանդես տեսել են ժողովուրդ, ով է նայել զորահանդես։ Եվ ինչ տպավորություններ, եւ ինչ խոսում 91 թվից այս կողմ մի հատ տուն չի կառուցվել, մի հատ տուն։ Այսօր կառուցվում է դա, այն 9 հարգանի սովետի վաղկացին գերել։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, հաղթանակ բնակավայրին, նոյեմբերյանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ այս վաղ ժամին եկել եք հանդիպման և մեր եզրափակիչի մասնակիցներին հաջողություն եմ մաղթում, թող արդար պայքարում հաղթի ուժեղագույնը։ Լավ եղեք ժողովուրդ։
Ժողովուրդ մի ոտեք։ Հետ կանգնեք փողոց աշխատել։ Ահա վարչապետ 3 հատ պատասխան հետների։ Երեխեք։ Մի քիչ հետ։